եւ եզրահանգումը Տիկին Մանավազյան, Միքայել Աճապայանի դեմ նախաձեռնած քրեական վարույթից հետո իրավապահները գործողություն էին իրականացնում Շիրակի առաջնորդարանում, սակայն Աճապայյանն այնտեղ չէր, փոխարենը Մայրաթոռում էր, ինչպես եք մեկնաբանում սա, այսինքն Մայրաթոռում էր իր ապաստան, այսպես ասած, գտել։ Մարդ, ով խոսել է ռազմական հեղաշրջման մասին, խոսել է եւ հայտարարություն է տարածել, պետք է իրավական գնահատական ունենա։ Այո, այն ինչ որ տեղի ունենում, միգուցե մի փոքր արդեն իսկ ուշացած է, բայց իրավական ցանկացած հեղաշրջման փորձ պետք է կանխվի եւ իրավական գնահատական ունենա, իսկ Աճապահյանը այն հոգեվորական դասի մարդկանցից է եղել, ովքեր չեն վարանել ամեն հնարավոր պատրվակներով եւ հնարավոր բոլոր ձևերով քաղաքական ակտիվություն է ցուցաբերել եւ քաղաքական հայացքներով իր նույնիսկ արտահայտել են այն միտքը, որ ես զարմանում եմ, ինչպես չկարողացան ռազմական հեղաշրջում անել։ Տիկին Մանավազյան, երբ որ վարչապետը սկսել էր կաթողիկոսի վերաբերյալ գրառումների շարքը, հոգևորականները շատ էին խոսում հենց քաղաքացիական բախումներից, եկեղեցու բակը այրամբ լցնելուց, այժմ երբ որ հավաքվել են Մայրաթոռի տարածքում եւ կրկին ինչ որ գործողությունների կոչ են անում, իրենք այսինքն պատկերացում ունեին, որ այսպես ասած պատասխանատվության ժամը գալու է որոշ հոգևորականների գործողությունների եւ դրա համար պետք է պայքարեն, թեկուզ դա լինի այրամբ։ Տեսեք, Կտրիչ Ներսիսյանը կարգվեց կաթողիկոս, նույն այո նաև հեղաշրջման փորձի արդյունքում եւ այդ նույն օրը, երբ արյուն էր թափվում ազգային ժողովում, ինքը կարգվեց կաթողիկոս եւ նույն փորձը կրկնում էր, նույն փորձը, նույն հոգեվորականների աջակցությամբ եւ իրենց միջոցով Գալստյանյանի նաև իրեն դրել էր, կարգել էր դառնալ քաղաքականության մեջ մտնի եւ դառնա անդիմադիր հայացքներով հոգեվոր քաղաքական գործիչ եւ արդյունքում ինչ ունենք հետեւյալը, որ դա կանխվել է, ցանկացած քայլ պետքա կանխվի եւ ես իսկապես շատ շնորհակալ եմ մեր իրավապահներին, որ ժամանակին կարողացել են հայտնաբերել այդ իրենց պրիմիտիվ պլանը եւ կանխել գործողությունները եւ ես վստահ եմ եւ շատ ուրախ եմ, որ մեր հասարակության քաղաքացիների իրավագիտակցությունը այնքան բարձր մակարդակի է, որ իրենց վերլուծությունները խորը քաղաքական պրոցեսներում ավելի կհանգեցնի այն բանին, որ կհասկանան, որ այս ամենը մեր պետականության դեմ է եւ հիմա մենք պետք է հնարավորինս պահպանենք մեր ինքնիշխան ժողովրդավար Հայաստանի Հանրապետությունում։ Մենք քաղաքացիներս բոլորս պատասխանատու ենք մեր գործողությունների համար եւ ձեռնմխելի անձ գոյություն չունի, եթե պետականության դեմ որևէ քայլ, հեղաշրջման փորձ կամ միտքը անգամ կարող ենք արտահայտել, դա պետք է ունենա իրավական գնահատական։ Միանշանակ եւ նաեւ ուզում եմ ավելացնել, որ նույն Գալստանյանի հետ կապված Կիրանցից մեր քաղաքացիները, երբ գնում էին քայլելու, իր կողքը լինելու, այն հավատքով, որ ինքը հնարավոր է քաղաքականության մեջ է մտա եւ անդիմադիր հայացքներ ունի, այդ նույն քաղաքացիները աչահամբուրելով իր, չգիտեմ, ծնկաչոք դիմավորելով փորձում էին տեսնել ավելի սուրբ բան, քան իրենք պատկերացնում էին, ես ցավում եմ, հուսամ այդ քաղաքացիները այսօր տեսել են, որ նա քաղաքացիներին վերաբերվում է որպես անասունների, խորը անասունների եւ էշերի եւ իհարկե այս արտահայտությունը դեռ պետք է համարժեք պատասխան ունենա եւ հուսամ նույն քաղաքացիները շատ ավելի խորը կգիտակցեն եւ կհասկանան ամբողջ ասվածի եւ պլանավորածի լրջությունը։ Գարեգինբն նաև հայտարարեց, որ Աճապահյանը կգնա իրավապահների հետ, Գերագույն խորհուրդն էլ ժողով կանի, կքննարկի, թե ինչ են անելու այս իրադարձությունների ֆոնին։ Ըստ ձեզ ինչ են քննարկելու, ինչ պետք է անեն։ Ես
չեմ կարող ասել Գարեգին Բ-ի կամ Կտրիչ Ներսիսյանի պլանները, այսինքն պլան B-ն որն է, երբ որ պլան A-ն արդեն բացահայտվել է։ Պլան B-ի տակ միգուցե ավելի պայթյունավտանգ բաներ կան, որը փորձում է հիմա իրավապահ համակարգը կանխել։ Բնականաբար ես վստահում եմ մեր իրավապահ համակարգին եւ հուսամ ամեն ինչ վերահսկողության տակ է։ Այսինքն Տիկին Մանավարդյան, հոգևորականները պատկերացում ունեն, որ կարելի է խոսել պետականության դեմ, հեղաշրջման, գոչեր հնչեցնել, բայց դրա համար պատասխանատվություն չկրել։ Ես վստահ եմ, կա այդ գիտակցումը հոգևորականի շրջանում, որ իրենք անձեռնմխելի են եւ իրենք կարող են ամեն ինչ անել, ընդհանուր մինչեւ իրենց գործունեությունից մինչեւ աշխարհիկ կյանքի վարումը, բայց բոլոր դեպքերում ոչ անձեռնմխելի մարդ գոյություն չունի, այո, պետք է նման փորձերը կանխվեն եւ հնարավորինս խստագույնս պատժվեն։ Ինձ թվում է նաև մեր հասարակությունը սպասում է այդ արձագանքին, որովհետև ես չեմ պատկերացնում, հիմա կան պաշտպանող մարդկանց խումբ, չեմ ուզում իրենց անվանեմ ընդդիմադիր, որտեվ ես կարծում եմ այս պահից սկսած մենք ընդդիմություն չունենք Հայաստանի Հանրապետությունում, դա մի մարդկանց խումբ է, ովքեր ուղղակի այդ խումբը նստած պլաններ են մշակում, երբ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար հանրապետություն է, ընտրություններով որոշվում է հաջորդ իշխանությունը կամ իշխանությունը ձևավորվում է ընտրություններով։ Ինչպես կարելի է ամեն տարի փորձեր անել, պլաններ մշակել եւ այդ պլանները իհարկե ակնհայտ բացահայտվում են եւ տեսնում ենք եւ սա ամենամեծ կանխված, կարծում եմ վերջի շրջանում ամենամեծ փորձն էր, որը պետք է իր արժանի գնահատականը ունենա եւ նաեւ պետք է բոլորը տեսնեն, որ հաջորդիվ նման փորձեր երբեք չպետք է կրկնվի։ Անդիմադիրներից որոշներն էլ ասում են, որ Բագրատ Գալստանյանը, եթե հիմա ազատության մեջ լիներ, նա եւս կմիանար եկեղեցու պաշտպանությանը, կմիանար այն ձևերով, այն գործողություններով, որոնք բացահայտվեցին։ Ես կարծում եմ Բագրատ Գալստանյանը այլևս անելիք եւ ասելիք չունի։ Ես կարծում եմ, որ Բագրատ Գալստանյանը հնարավոր բոլոր իր լկտի բառապաշարը կիրառել է դեռ վերջի տարիներին իր արված բոլոր փորձերում։ Ես չեմ կարող ասել ինչ պլաններ կգծեն առաջիկայում, եթե շատ խելացի լինեն, ուրեմն կվերլուծեն եւ հանգիստ կսկսեն հասկանալ, որ առաջիկայում ընտրություններ ունենք եւ իրենց ավելի ոչնչացնելու եւ փչացնելու փորձերը մի կողմ թողնելով, փորձեն նորմալ աշխատեն, բայց նաեւ չեմ կարող բացառել Կտրիչ Ներսիսյանի պլանները, ինքը հանուն իր վեհարանից դուրս չգալու ինչ միջոցների հնարավոր է դիմի, բոլոր դեպքերում առաջիկայում կտեսնենք։ Նաև հոգևորականների պաշտպանությունը, հա, եկեղեցու վերաբերյալ, ինչպես եք մեկնաբանում, այսինքն պատկերացում կա, որ եկեղեցին միայն իրենցն է։ Այդ պատկերացումները մի փոքր կարծրացած են, դեռ տարիներ ի վեր իրենց թվացել է, որ այո, եկեղեցին իրենցն է, իրենք կարող են այնտեղ ներսում իրենց մասնավոր բիզնեսներ ունենան, հնարավոր տարատեսակ գործունեություններ ծավալեն, իրենց վեղարի տակ թաքնված հոգևորականի կերպարով, բայց ես թույլ տվեք ասել, որ սա չեմ խոսքս ուղղում բոլոր հոգևորականներին, ունենք նաև իսկապես մաքուր առաքինի այդ հոգևորականներ, ում խոսքս միանշանակ բոլորին չի ուղղված, բայց շատերը, այո, ներսում ու այս մտածելակերպը այնքան կարծրացած է եղել, որ մենք հիմա պետքա դա կոտրենք, իրականում պետքա դա կոտրենք։